Այն պետությունների եւ այն ազգերի բախտն է բերել, որոնց իշխանությունները նույն հունի մեջ են։ Մեր պարագայում մենք տեսնում ենք լրջագույն իրարամերժություն։ Կարծեք մենք չենք ճանչնար թե ուր է հարավային Կովկասը, այսինքն մեր ցախը ինչ կգադարվի, մեր աճը ինչ կգադարվի։ Այսօր հաճախ կխոսենք բաց տեքստով, որ Թուրքիան մեծ թերագադար է, բայց Թուրքիան միշտ մեծ թերագադար եղած է։ Այսինքն խնդիրը այն է, որ կգարձես որ նաև թերացումը կա, որ մենք մեզի եղած homework-ը այս 30 կամ ավելի դարիներու ընթացքին չեն գրած։ Մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր անձ, որը մտնում է իշխանության մեջ, երբ որ դուրս է գալիս իշխանությունից, անհասկանալի ձևով դուրս է գալիս հարստացած։ Սա ունիվերսալ չափանիշ է։ Ունիվերսալ չափանիշ է։ Եվ մենք կտեսնենք, որ եւ զինվորականը, եւ ԺԿ-ի աշխատողը, եւ քաղաքապետարանի աշխատողը, եւ ազգային ժողովի պատգամավորը Բարև ձեզ Արևելքի հարթագով, այսօր շատ տանգակին հյուր ունենք, հյուրս Վահան Արզունին է, երաժիշտ եւ կոմպոզիտոր, բարի եկացեք Վահան։ Երկար ժամանակ է չէինք հանդիպած, շատ ուրախ եմ այս բադեության համար։ Սիրելի Վահան, վերջին դարիներու մեր հավաքական հանրույթի կամ մեր հասարակության մեջ զգալի է, որ մենք բարդության հոգեվիճակ են դուրս գործենք գալ, բայց անգարելի է կարծես ինչը հիմա դուրս գալը։ Ինչ են լուծումները։ Միայն քաղաքական լծակներ, այսինքն մենք արդեն դուրս ենք եկել MC մակարդակի վրա, որ հասարակությունը նույնիսկ այն պարագայում, եթե պատկերացնենք, որ ներքին այդ ուժը եւ ներքին այդ լիցքերը ունենար հաղթահարման, նույնիսկ այդ պարագայում չէր կարողանա, այսինքն այստեղ այն պետությունների եւ այն ազգերի բախտն է բերել, որոնց իշխանությունները, որոնց կառավարողները նույն հունի մեջ են, այսինքն գաղափարական նույն հունի մեջ են, ինչպես ամբողջ իրենց ժողովուրդը եւ իհարկե նպատակների իմաստով։ Մեր պարագայում մենք տեսնում ենք լրջագույն իրարամերժություն, այսինքն մեզ անհայտ է, հանրությանը անհայտ է, ինչ գաղափարային հիմքերի վրա է կառուցում ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իշխանությունը եւ մենք պարզապես տեղեկացված չենք, թե ուր է տանում։ Այս վիճակը, այսինքն իշխանությունը։ Եվ սա շատ տիպական է մեր երկրի համար։ Այսինքն յուրաքանչյուր edge, եթե թերթենք նորագույն պատմության, այսինքն այս Լևոն Տեր-Պետրոսյանից ընդհանուր մինչև Փաշինյան մենք տեսնենք, որ նույն բանաձևն է աշխատել միշտ։ Այսինքն հանրությունը կամ ժողովուրդը մեծ իմաստով անտեղյակ է եղել, այս մարդիկ ինչով են զբաղված, ինչ բանակցություններ են վարում, ինչ քաղաքականություն են մշակում եւ վերջ-վերջո ուր են տանում երկիրը։ Նաեւ այստեղ կարևոր հանգամանք մը գա, որ իմ համեստ կարծիքով կխանգարե մեր հասարակությունը այդ իրար հանդեպ անվստահությունն է, նաև մեղադրական մոդեցումը, որովհետև ցարտ մենք բոլորս մեղավոր ենք խորքայինորեն, բայց ոչ ոք կընդունի իր հանցանքը։ Այս հոգեվիճակը կարծեմ նորությունը չէ հայոց համար, բայց այս փուլին շատ ծանր կնստի մեր վրա։ Արդյոք հոս ինչ լուծում դուք ինչու այս հարցը գուտամ, որովհետև նաև դուք հասարակության հետ եք, հասարակության հետ կշփվիք, հասարակության համար գերքեք եւ այսպես մեր ժողովուրդը եթե հոգեվոր գերդվածքով ասենք գրոնավոր առաջնորդներ ունի նաև արվեստի ներկայացուցիչներ, որոնք սիրելի են եւ որոնց խոսքը կարեւոր է ժողովուրդը։ Այդ առումով ինչ կսեք։ Ինձ թվում է ամենահեշտ բանն է ամբողջ մեղքը այսպես ծանրացնել հասարակության ուսերի վրա եւ մենք տեսնում ենք, որ ոչ միայն մեր երկրում, ցանկացած երկրում, ցանկացած իշխանություն կամ ցանկացած կառավարություն այդ ուրեմն հանգամանքը միշտ օգտագործում է, այսինքն ամենահեշտ բանն է դա։ Բայց մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր պետության մեջ գոյություն ունեն տարբեր չափեր պատասխանատվության։
այսինքն իշխանության պատասխանատվությունը իր բաժինն ունի եւ չափն ունի, հասարակության պատասխանատվությունը իր։ Եվ այստեղ շահում են այն հասարակությունները, որտեղ որ այսպես բալանսի մեջ է դա, այսինքն ներդաշնակ է։ Կրկնում եմ նույն անդրադառնալով նախորդ օրինակին, մեջբերած իմ օրինակին, երբ որ ժողովուրդը եւ իշխանությունը հասկանում է ուր է շարժվում երկիրը եւ այսինքն տարաձայնությունները նվազագույնն են։ Մենք նաև տեսնում ենք, որ նույնիսկ զարգացած պետություններում այդ տարակարծությունը կարող է հսկայական մասշտաբների հասնել։ Օրինակ ոնց որ Միացյալ Նահանգներում հիմա մենք այդ տեսնում ենք ինչպես է ձևավորվում, ինքը ոչ թե տարակարծություն, այլ կարծում եմ իր հարամերժությունը։ Այսինքն այնինչ անում է իշխանությունը, ժողովրդի մի մասը ընդունում է որպես այսպես այդպիսին, մեկ այլ մասը եւ հսկայական միլիոնավոր մարդիկ կտրականապես չեն ընդունում նման մոտեցումներ։ Նկատի ունեմ Թրամփի նորամուծությունները քաղաքական եւ ընդհանրապես վարքը քաղաքական։ Այնպես որ այդ առումով, այսինքն այդ չափերի մեջ տարակարծությունը իրականում միակ երաշխիքն է դեմոկրատական process-ի։ Այսինքն, երբ մենք ասում ենք դեմոկրատիա, մենք պետք է հասկանանք, որ նաև պետք է գոյանա դիսկուրս, այսինքն պետք է գոյանան տարբեր բևեռներ կարծիքների եւ այդ կարծիքները պետք է բախվեն իրար հետ։ Հիմա յուրաքանչյուր իշխանության նպատակը ոչ թե բորբոքելն է այդ տարբերությունները եւ ոչ թե բորբոքելն է հասարակության մեջ այդ բևեռացումը եւ իրարամերժությունը, յուրաքանչյուր իշխանություն պետք է ամենաբարձր իմաստով բալանսի մեջ, այսինքն ներդաշնակության մեջ պահի այդ ընթացքը process-ը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ինչ որ պահին դա կարող է անկառավարելի լինել եւ այդ իրավիճակներում հենց հեղափոխություններն են տեղի ունենում։ Այսինքն կտրուկ փոփոխությունը, համակարգային փոփոխությունը երկրի ներսում, որը միշտ վատ է անդրադառնում, այսինքն պատմականորեն վատ է անդրադառնում յուրաքանչյուր պետության պատմության մեջ։ Եվ այդ իմաստով մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները նորից պետք է կրկնվեն յուրաքանչյուր պատմական փուլում այս վերջին 35 թե քանի տարիների ընթացքում փոխանակ փորձեր ներդաշնակել այդ բոլոր ընթացները երկրի ներսում, քաղաքական, քաղաքացիական շարժումները հակառակը բորբոքել է, հասցրել այն կետին, երբ որ նա ոչ թե խնդրի լուծում է տվել, այլ միջամտել է ուժային ուրեմն լծակները օգտագործելով։ Եվ դուք հիշեք, մեր պատմության ընթացքում քանի նման դեպքեր են եղել, երբ որ ժողովուրդը փողոցում դրսևորում է որոշակի կամք եւ պետությունը այդ կամքը ճնշում է ոստիկանության կամ միջոցով, հա, հնարավորությունները, որովհետև այդ իմաստով յուրաքանչյուր իշխանություն անսահմանափակ ռեսուրս ունի ճնշելու։ Եվ իբրև հետևանք մենք տեսնում ենք, որ միևնույն է դիսկուրս տեղի չի ունենում, այսինքն այդ քաղաքակիրթ բանավեճը տեղի չի ունենում, այսինքն կասեցվում է, ճնշվում է եւ բնականաբար այսպես այս պահին դա իր լուծումը չի կարող գտնել, բայց դուք գիտեք շատ լավ, որ ցանկացած քաղաքական եւ քաղաքացիական process ինքը այսպես մեխանիկական իր բաղադրիչ ունի, ինչքան ճնշես որոշակի պահին, այնքան ավելի մեծ ուժով ինքը բացվելու է։ Գիտեք, Վահան, ուրիշ կարևոր խնդիր մը կա, որուն հաջող չենք ուզեր անդրադառնալ, այդ ջանաչողության խնդիրն է, այսինքն այնինչ որ այսօր միջազգային ասպարեզի մեջ կգադարվի, եթե քիչ մը բադգերը մանրացնենք եւ թիդենք մեր շուրջ, նաեւ կարծեք մենք չենք ճանչնար թե ուր է հարավային Կովկասը, այսինքն մեր ցախը ինչ կգադարվի, մեր աճը ինչ կգադարվի։ Այսօր հաջող կխոսենք բաց տեքստով, որ Թուրքիան մեծ թերագադար է, բայց Թուրքիան միշտ մեծ թերագադար եղած է, այսինքն խնդիրը այն է, որ կգարձես որ նաև թերացումը կա, որ մենք մեզի եղած homework-ը այս 30 կամ ավելի դարիներու ընթացքին չեն գրած։ Գա այդ բաց տողումը, որ նաև ջանաչողության հետ կապ ունի, որովհետև ի վերջո էս, եթե Վահան Արձրունու հետ պիտի շփվեմ, պետք է գիտնամ ով է Վահանը, ինչ անցյալ է գուքա, ինչ է Վահանի ներուժը,
Վահանը ինչ կրնա անել, եթե ես իրեն նեղացնեմ, կամ չհասկանամ Վահանի խոսածը։ Այսպես անձնականացուցի գներես, բայց խոսքը անշուշտ Թուրքիո մասին է, դու ինչ կմտածես։ Շատ ճիշտ նկատեցիր, Սակո։ Այսինքն մենք ավելին ասեմ, մենք ընդհանրապես մեր հարևան պետությունների մասին որևէ գաղափար չունենք։ Շատ հաճախ մեր դատողությունները մենք կազմում ենք այդ երկրում կամ մանր առևտրով զբաղվող անձանց կարծիքի հիման վրա կամ ենթանենք նույն Թուրքիայում իրենց հանգիստը անցկացրած ուրեմն քաղաքացիների պատկերացումների վրա։ Այնինչ մենք պետք է շատ քաչ հասկանանք, որ հատկապես օրինակ եթե մենք Պարսկաստանի, Իրանի օրինակով խոսենք, այսինքն մենք մեր հնագույն պատմությունը, մենք կապվում ենք քաղաքակրթության պատմության հետ, այդ երկրի հետ հարաբերվելու հազարամյակների ընթացքով։ Այսինքն որոնք են մեր պատկերացումները իրենց մշակույթի մասին, իրենց կենցաղի մասին, ընդհանրապես մասնագիտական ոլորտներում, այսինքն դիվանագիտական եւ այլն, կա պատկերացում, թե ովքեր են մեր հարևանները, ինչու մենք լինելով կողք կողքի Վրաստանի հետ որևէ այսպես կինոների եւ չգիտեմ ինչերի անեկդոտների մակարդակով ենք ճանաչում այդ երկիրը, այդ երկրում եղած բարքերը, այդ երկրների պատմությունը ընդհանրապես մեզ համար անհայտ է։ Նույնը իհարկե Թուրքիային է վերաբերվում։ Արդյոք մեր դատողությունների մեջ մենք ոչ թե էմոցիոնալ գնահատական ենք տալիս, այլ պատմական գնահատական ենք տալիս այս ամենին։ Եվ սա լրջագույն խնդիր է։ Սա լրջագույն խնդիր է, որովհետև միայն ճանաչելով, այսինքն պատմությունը միայն ճանաչելով մշակույթը, կարող ես ճշգրիտ կերպով կողմնորոշվել։ Ճշգրիտ կերպով կողմնորոշվել եւ այս իրավիճակում բնականաբար կողմնորոշվելով նաեւ հստակեցնել քո անելիքը։ Նայեք, մեր հարաբերությունները մեր հարևանների հետ խորհրդային շրջանից դեռևս այսպես որոշակի սահմանափակումներ կային, այսինքն որովհետեւ ռուսական մշակույթի ճնշումը, համայնավարական գաղափարների եւ խորհրդային այսպես քաղաքական կառուցվածքի այդ մոդելը մեզ տանում էր դեպի սլավոնական, դեպի եվրոպական մշակույթը որպես այդպիսին եւ ընդհանրապես մենք մեր հետաքրությունները, եթե օտար լեզու պետք է տիրապետենք, դա պետք է ռուսերեն լիներ, անգլերեն։ Անկիրորեն կեր այսպես, հա։ Այսինքն այդ ես դպրոցում եմ սովորել եւ առաջին բուհը ավարտել եմ դեռևս խորհրդային շրջանում, այսինքն որևէ բան չէր նպաստում, որպեսզի հասարակության մեջ կամ ենթանեք ուսանողության բնագավառում հետաքրություն արտանար անմիջական հարևանների նկատմամբ։ Այսինքն փագեր ձևով փակ տարածք էր, այսինքն դու կարող ես հետաքրությունդ ենթադրենք հագեցնել միայն մի պարագայում, երբ որ առավելը գիտությամբ էիր ուզում զբաղվել եւ ընդունվում էր համալսարանում մի ֆակուլտետ կար ընդհանուր։ Բայց հանրությունը որպես այդպեսին առաջնորդվում էր այն բանաձևերով, քաղաքական բանաձևերով, որը առաջարկվում էր խորհրդային միության կողմից։ Հիմա հարցերից հարց է 35 թե քանի տարի մենք ունենք, որպեսզի գոնե հասարակության մեջ առողջ հետաքրություն արտնացնենք, վերջի վերջո հակասությունները նույն Թուրքիայի հետ այնքան խորն են, որ այսինքն դու պետք է իմանաս այդ երկիրը, այդ երկրի պատմությունը, դու պետք է հասկանաս այն քաղաքական դիսպոզիցիաները, որոնք որ այդ երկրում գործում են եւ որոնք պայմանավորում են ընդհանուր տարածաշրջանում եղածը։ Հասարակությունը կողմնորոշված չէ այդ իմաստով։ Այո, իհարկե կան նեղ մասնագիտական ուրեմն այսպես հանգույցներ եւ մարդիկ, որոնք որ դիվանագիտություն լինի կամ տնտեսագիտություն լինի, որոնք որ գլուխ հանում են այդ ամենից։ Բայց անդրադառնալով քո հարցին, արդյոք հասարակությունը այդ ոլորտները կամ այդ տիրույթները ճանաչում են թե չէ, անխոս չի ճանաչում։ Չի ճանաչում։ Եվ ջիկալ գարձես չի գա այդ ոնց նա կարող է, եթե ինստիտուցիոնալ առումով, այսինքն համակարգային, ծրագրային ձևով այդ խնդիրները նույնիսկ չեն առաջարկվում։ Այսինքն հերու մնանք այդ թեմային, այդպես։ Հա, այսինքն քո հետաքրությունը դու կարող ես լավագույն դեպքում համացանցում սպառել, հա,
որը բնականաբար դե համացանցը ինքը միշտ տալիս է ինֆորմացիայի այսպես մակերեսային, այսինքն խորքային վերլուծություն, հենվելով այդ մակերեսային տեղեկատվության վրա դու չես կարող քեզ թույլ տալ։ Դրա պատճառով էլ այդ պատնեշը գոյություն ունի, այսինքն մենք շարունակում ենք չիմանալ, թե ինչ հարևաններ ունենք, մենք չենք հասկանում իրենց նպատակները, իրենց քաղաքականությունը եւ ճանաչում ենք իրենց, այսինքն մինիմալ չափով, այսինքն կա ընդհանրենք առևտուր, ես գնացի տեսա այդ երկրի ընդհանրենք հետաքրքիր վայրերը կամ իմ հանգիստը անցկացրի այդ երկրում այդ չափով, դա ծիծաղելի է իհարկե, որովհետև մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանում մենք պետք է շատ քաջ գիտակցենք, ովքեր են մեր հարևանները եւ շատ խորը գիտելիքներ ունենանք եւ Ադրբեջանի մասին, եւ Վրաստանի, եւ Թուրքիայի եւ Իրանի։ Նույն ազգերի մեջ վերջին շրջանի նաեւ դիսկուրսը ելավ, որ եւ չեմ գիտեր ինչքանով արմադացած է մեր երկրի մեջ կամ երբ վնե գա, որ հանգարց քեզի գրնանսել Վահան Արզունի տուն թուրք ես։ Դե ինչ կպատասխանես կամ ինչպես ինչ կլա վերաբերմունքդ։ Դե նայեք, ստեղ իհարկե չեմ անձնավորում, հասկանում եմ, որ այո, ցեզի ուված չէ։ Մի պարագայում դա որպես վիրավորանք է օգտագործվում, այսինքն դա, այսինքն երբ որ այդ կերպ դիմում են որևէ մեկին, ցույց են տալիս, որ դու հեռացել ես քո ազգային տիրույթից։ Քիզից։ Այստեղ մեկ ուրիշ խնդիր է բացվում, այսինքն քո ազգային տիրույթը որն է այդ դեպքում, այսինքն քո ինքնությունը ինչով է նկարագրվում։ Ինչ հանգամանքներով է քո ազգային ինքնությունը նկարագրվում։ Ինձ թվում է երկու հանգամանքով։ Նախ եւ առաջ գիտելիքով քո սեփական պատմության մասին եւ պատկերացումով քո մշակութային տեսակի մասին։ Այսինքն եթե այդ երկուսը կաղում է եւ դու տեսնում ես, որ այն անձը, որ քեզ դիմում է նման արտահայտությամբ այդ տիրույթում չի, այսինքն այդ տիրույթից դուրս է, հետեւաբար հասկանում ես, որ այսինքն չպետք է մտնես որևէ դիսկուրսի մեջ, որովհետեւ սեփական ինքնության նկարագիր ունեցող անձը չի կարող իրեն նման բան թույլ տալ։ Որևէ բարագայում չի կարող թույլ տալ։ Չնայած հասկանում եմ, որ այդ օրինակը, որ բերեցիք, այսինքն հնարավոր է նման իրավիճակ միայն կենցաղային մակարդակի վրա։ Չնայած մենք նույն կենցաղային մակարդակի արտահայտումը նույնիսկ մեր ազգային ժողովում ենք տեսնում, այսինքն որ մարդիկ կարող են նման փողոցի լեզուն, դե սա արդեն բնական բան է դարձել, այսինքն փողոցային լեքսիկոնը, բակային լեքսիկոնը որևէ տարով չի տարբերվում այն բառապաշարից եւ այն բանաձևումներից, որոնք որ մենք նիստից նիստ կամ ժողովից ժողով մենք լսում ենք եւ հասկանում ենք, այսինքն դա ինձ օրինակ խանգարում է պարզապես երկար դիտել դա եւ լսել։ Իսկ դու որպես արվեստագետ ինչ կառաջարկես, մանավանդ որ Թուրքիա-Հայաստան այս հարաբերություններու, գիտես, շատ սկսավ խոսվել նաև պատերազմեն յետք, ագանատաշտ մնե, որովհետև որևէ սայտակում գրնաս շուտով դիրախ դառնալ եւ այն խոսքը, որ պետք է դեղ հասնի գրնա հագարակ էֆեկտ աստեցություն ունենալ։ Սակայն եթե հիշես, այս մեր վերջին տասնամյակների ընթացքում մի քանի նման էպիզոդ է եղել, երբ որ այսպես իշխանությունը հուշել է հասարակությանը, որ ենթադրենք այս խնդիրների վրա պետք չի շեշտ դնել եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է եղել եւ կհիշեք այդ ֆուտբոլի դիվանագիտությունը, այսինքն բնականաբար նման իրավիճակներում, այսինքն դու որպես հասարակություն ինչ որ բան պետք է զիջես, այսինքն սա նորություն չի մեր պատմության մեջ եւ ինչը պիտի զիջես ամենակարևորը։ Նայեք, այդ process-ը ինքը ինչու է ցավոտ հիմա, որովհետև այդ հիշողության կրողները կան, այսինքն այդ հիշողությունը ընտանիքներում է պահպանվել եւ պատմական գնահատականը ազգը որպես այդպեսին վաղուց տվել է։ Եվ մինչև 65 թիվ եւ 65 թվականից հետո պակված թեմա է ինքը ինքնաբավ իմաստով, այսինքն այդտեղ ոչ մի բան չես կարող ավելացնել եւ պակասեցնել։ Հետևաբար չես կարող փոխել վերաբերմունքը ազգի։
Բայց ինչ անել Թուրքիո հետ խոսելու համար, եթե կան նախապայմաններ եւ Թուրքիո դիրքերը այնքան ամուր են, որ ես պետք չէ հուշեմ, բոլորս գիտենք։ Սա լրջագույն մասնագիտական, դիվանագիտական ոլորտի խնդիր է։ Այսինքն ինչպես կառուցել հարաբերությունները հարևանիդ հետ, երբ որ հարևանը այսպես չի պատրաստ քեզ ընդունել որպես բարեկամ։ Ըստ երևույթին մինչև այս բահը պատրաստ չէ։ Այո։ Այսինքն մենք գալիս ենք մի շատ կարևոր եզրույթին, որ մեծ դիվանագիտությունը ոչ թե մեծ երկրներին է պետք, այլ մեծ դիվանագիտությունը պետք է փոքր երկրներին։ Արդյոք մենք ունենք այդ տեսլականը, արդյոք մենք ունենք նման մոտեցում քաղաքական եւ արդյոք մենք ունենք մասնագիտական ռեսուրս, նկատի ունեմ դիվանագետների համայնք, որը կարողանա համակարգել հարաբերությունները, բարդագույն խնդիր է սա նման պետության հետ, ինչպիսին է Թուրքիան այսօր։ Մենք կարող ենք դա անել։ Յուրաքանչյուր պետություն դա կարող է անել։ Նայեք նույն Ադրբեջանը, Ալիևները ինչ արեցին այս 35 տարիների ընթացքում։ Նրանք ուրեմն դրամաշնորհներ հաստատեցին եւ ուղարկեցին լավագույն համաշխարհային բուհերում սովորելու ընտրված ուրեմն երիտասարդներին, որոնք որ տասնամյակներ անցնելուց հետո վերադարձան երկիր եւ այսօր ներկայացնում են այդ դիվանագիտական կորպուսը, ստանալով փայլուն կրթություն, սովորելով Բրիտանիայում, սովորելով Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում։ Այսինքն այստեղ գիտելիքի եւ որոշակի հմտության խնդիր է, որ դու չես կարող, եթե դու չունես ինստիտուցիոնալ կառույց, որտեղ կարող ես այդ գիտելիքը ձեռք բերել, դու պետք է գտնես այդ կառույցը եւ այսպես այդտեղ ստանաս ուսում։ Այսինքն Ադրբեջանը դա արեց, որովհետեւ 30 քանի տարի առաջ Ադրբեջանն էլ չուներ այն, ինչ որ պետք է դիվանագիտության համար։ Խորհրդային շրջանում ռուսական բուհերում ստացած ուրեմն կրթություն մարդիկ, որոնք որ առաջնորդվում էին ընդհանրեն գիտական կոմունիզմի դրույթներով։ Բայց այստեղ գիտական կոմունիզմը չի, այստեղ շատ ավելի խորը գիտելիքներ են պետք։ Մենք այդ 30 քանի տարին չօգտագործեցինք այդ իմաստով, այսինքն մենք չգործուղեցինք մասնագետներ, մենք չստացանք այն սերունդը դիվանագետների, որոնք կարող են մտնել քաղաքակիրթ դիսկուրսի մեջ դիվանագիտական եւ տեղը բարդատրել Հայաստանի շահերը ճագերդով։ Այսինքն եթե դու չունես այդ պաշարը, դու ոնց կարող ես պարտադրել քո շահերը, չէ՞ որ դիվանագիտությունը դա ոչ թե պարտադրանքն է շահերի, այլ ներդաշնակության բերելու արվեստն է, որովհետև քո դիմացի դիվանագետը նույնպես իր շահը ունի եւ նույնպես այդ դիրքերից է իհարկե։ Եվ սա լրջագույն խնդիր է, որովհետև մեր երկրում ցավոք սրտի որևէ մակարդակով այդ դիսկուրսը տեղի չի ունենում։ Ներքին այս քաղաքական եւ քաղաքացիական այսպես ընթացքները եթե քննենք, մենք տեսնում ենք, որ դիսկուրսը բացակայում է, այսինքն այո, կան մեղադրանքներ, բայց դիսկուրս, որը վերջի կբերի այնպիսի արդյունքներին, որ շահածը դուրս կգա հասարակությունը, մենք չենք տեսնում, մենք երբևիցե չի կայացել մեր երկրում։ Ես համոզված եմ, որ նաև եւ քաղաքացիական շարժումները նկատի ունեմ եւ քաղաքական, հատկապես քաղաքական, որ այսինքն երբ որ նույնիսկ պահեր են լինում, որ այսպես սահմանադրորեն այսպես սահմանված դիսկուրս պետք է դիսպուտներ լինեն եւ այլն նախընտրական շրջանում եւ այլն, նույնիսկ այդ հարթակները չեն օգտագործվում, այսինքն մի կողմը միշտ հրաժարվում է մտնել բանավեճի մեջ, քաղաքական բանավեճի մեջ, ցույց տալու, որ կամ ես քեզ չեմ հարգում, կամ դու այդքան չկաս, որ ես քո հետ բանավիճ եմ։ Իսկ ինձ թվում է դա նրանից է, որ իրականում բանավեճի համար նյութ չկա, որովհետև իշխանությունը մեր երկրում ընկալվում է բոլոր քաղաքական ուժերի կողմից որպես հնարավորություն սեփական խնդիրները կամ ենթադրենք ազգականների կամ մոտիկ մարդկանց խնդիրները բարելավելու համար։ Այսինքն պատմականորեն մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր անձ, որը մտնում է իշխանության մեջ, երբ որ դուրս է գալիս իշխանությունից,
անհասկանալի ձևով դուրս է գալիս հարստացած։ Սա ունիվերսալ չափանիշ է, եւ մենք կտեսնենք, որ եւ զինվորականը, եւ ԺԿ-ի աշխատողը, եւ քաղաքապետարանի աշխատողը, եւ ազգային ժողովի ուրեմն երեսփոխանը, պատգամավորը, այսինքն բավական է դու մտնես այդ տիրույթ ու քո կյանքը սկսվում է փոխվել։ Անձնական կյանքը, այսինքն այդ հանգամանքը լրջագույն, սա խանգարում է, որովհետև այս հարաբերությունների մեջ չի կարող մարդու մեջ ձևավորվել այն գաղափարը եւ նպատակը, որ քո պարտավորությունը այլևս հասարակությանը կամ երկրին ծառայելու մեջ է, ուրիշ ոչ մի բանի մեջ։ Այս գիտակցությունը ես չեմ նկատել այս մեր նորագույն պատմության տասնամյակների ընթացքում։ Գիտեք, եւ ուսանող լինելով, եւ ազգային բանակում ծառայելով, եւ հասարակական process-ների մեջ մասնակցելով, եւ բոլոր մշակութային process-ների մեջ մասնակցելով, ես նման բան չեմ նկատել, Սակո։ Կարծում եմ դուք էլ չեք նկատել։ Դժուր է։ Ես պիտի ուզեի մեր զրույցը ավարտենք ձեր գործունեության վերադառնալով, որովհետև գիտեմ, որ Կարունը ցեզի սիրելի է եւ մենք հոգիով սրտով կպատրաստվենք գրկելու Հայաստանի հրաշալի Կարունը, ինչ ծրագիրներ մշակութային գործունեությունը, ինչ հունավորում ունի եւ արդյոք այս բոլորը գաստեն ձեր ստեղծագործական ներքին գրագներուն վրա, որովհետեւ դուք նաեւ հորինող մարդ եք, այսինքն այդպես չէ որ մենք տրախտային օրերու մեջ ենք եւ դուք այդ դարաբանքը գա վստահ եմ, երբ որ նոթաներու դեդրագի արժև եք։ Ավանդաբար այնպես է ստացվել, որ տասնամյակների ընթացքում հղկվել են 3 այսպես բնագավառներ հիմնական գործունեության համար ցակո։ Առաջինը բեմարվեստն է, այն ինչ վերաբերում է համերգային գործունեությանը, ստուդիական աշխատանք, որը ներառում է երաժշտություն կինոյի համար, թատրոնի համար, եւ երրորդ բնագավառը տիրույթը դա կազմակերպչական։ Այսինքն, երբ ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես երաժիշտ, այլ նաև որոշակի համերգային կամ այլ մշակութային ընթացքների նախաձեռնող։ Այդ իմաստով իհարկե այս համարյա 40 տարի այդ ռեժիմը պահպանվում է եւ բնականաբար բոլոր ընթացքները մեր երկրի պատմական ներազդում են յուրաքանչյուր այդ հանգրվանի վրա չեն կարող չներազդել եւ որոշակի այսպես կամք է հարկավոր, որպեսզի դու նորից վերականգնես այդ ընթացքի ինտենսիվությունը եւ այդ իմաստով Կարունը այո լեփլեցուն է լինելու իրադարձություններով մշակութային, որովհետեւ մարտ ամսից ես նախաձեռնում եմ նոր այսպես համերգային ձևաչափ, ցերեկային համերգներ։ Սա նաև գներես ավետիս է մեր սպյուրքահայ երդասարտներուն, որոնք հետևող են քո արվեստիդ, որ պիտի կան այցելեն Հայաստան։ Նաև այսպես աշխատանքը թատրոնում, որովհետև այս վերջին 2 տարիների ընթացքում 3 թատերական ներկայացումների համար երաժշտություն եմ գրել, համերգային մեծ պլաններ կան եւ հյուրախաղային, օրինակ անցած տարի մեծ հյուրախաղեր ունեցա Միացյալ Նահանգներում, 7 համերգներ, 7 գլխավոր։ Ես ալ լուսաբանեցի իշխեմ, շատ հաջող էր։ Դուք էլ լուսաբանեցիք։ Եվ շնորհակալ եմ։ Եվ իհարկե իրադարձություններ կապված այնպիսի տիրույթների հետ մշակութային, որոնք ինձ համար նշանային են, խորհրդանշական։ Նկատի ունեմ այն երաժշտական հիմքերը, որոնք կապված են Մեսրոպ Մաշտոցի ստեղծագործության եւ Կոմիդասի ստեղծագործության։ Միշտ Կոմիդասը Վահան Արզունիի համար առաջնային դեղ ունի։ Այնպես որ հույս ունեմ առաջ Աստված իհարկե, որ այդ բոլոր նախաձեռնությունները կյանքի մեր այսպես հոգեվոր բարաբը գլեցնես եւ սպասողներ ունիս վստահ։ Սա գիտեք ինձ համար միակ լծակն է եւ հնարավորությունը ներդաշնակվելու իրականության հետ։ Այսինքն յուրաքանչյուր արվեստի մարդ եւ մշակույթի մարդ այդ հնարավորությունը ունի եւ եթե այդ լծակը չօգտագործես, դու ինչպես այսպես այսինքն կհայտնվես
այլ տիրույթներում, որտեղ ոչ մշակույթ կա, ոչ արվեստ կա, ոչ բարոյականություն, ոչ էլ մարդկայնություն։ Դե այսպես ուրեմն ներդաշնակության փափակով գփագենք այսօրվա մեր անգեղծ զրույցը հյուրս երգիչ, կոմպոզիտոր, երգահան Վահան Արձունին էր, ավարտին նաև հորտորս մեկնաբանեցեք մեր դեսանյութերը, անշուշտ միշտ ընդունելի սահմաններում մեջ լայք մսեղմեցեք, դարածեցեք, այդպիսով խթանած պիտի ելակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընծես։